Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իր շնորհավորանքում վարչապետը նշել է, որ ակնկալում է նրա հետ գործակցություն քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար։ Դատարանի վճռով Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի արձական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ 30,000 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի սեփականության իրավունքը շուկայականին մոտարկված արժեքը 86 միլիոն դրամ, այս մասին հատիկ առ հատիկ հեշտեգի ներքո գրել է Նիկոլ Փաշինյանը։ 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ վարժական հավաքների ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարույթային գործողությունների արդփաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ եւ դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 միլիարդ 800 միլիոն դրամը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-ից 2021 թվականների ընթացքում Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք։ Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն, պաշտոնական կեղծիք կատարելու համար Սարատակ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել։ Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։ Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու Լահորում գտնվող Ուոլթոն օդանավականի մոտակայքում պայթյուններ են հնչել, Սամա TV-ի հաղորդմամբ ոչնչացվել է հնդկական անօդաչու։ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրում է վիճելի տարածքի հրակոծման համար, ոստիկանության աղբյուրները հաղորդել են, որ օդանավակայանի մոտակայքում ոչնչացված անօդաչուն հետախուզական է եղել։ Հնդկաստանը իր հերթին Պակիստանին մեղադրել է Ջամուի եւ Քաշմիրի վիճելի տարածքի հրետակոծման համար։ Հնդկական բանակը հայտարարել է, որ համաչափ հարված է հասցրել, զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ Ռուսաստանը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները, սկսվել է նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ ի պատիվ հայրենական մեծ պատերազմի 80-ամյա հաղթանակի հայտարարված հրադադարը։ Այն կգործի մայիսի 8-ի 0 ժամից մինչև մայիսի 11-ը 0 ժամին, ընդհանուր 72 ժամով։ Պուտինը հրադադարի մասին հայտարարել է ապրիլի վերջին, մայիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակայնորեն մերժել էր այդ առաջարկը։ Ռուսական կողմից նշել են, որ Ռուսաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինի հետ մղել հարձակումները, եթե Ուկրաինան խախտի հրադադարը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա մասնակցելու հաղթանակի 80-ամյակի նվիրված միջոցառումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Իլհամ Ալիևի վերջին այցը Ռուսաստան տեղի ունեցել 2024 թվականի աշնանը, հոկտեմբերի 8-ին նա ժամանել է Մոսկվա Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու։